հիմա կներեք որ տենց պետք է ասեմ, բայց հիմա ինֆարկտից մահը ամոթ է մեր համար։ Այսինքն երկիրը այնպիսի հնարավորություն է ստեղծել, որ բոլոր տեսակի հնարավորություն կան ժամ առաջ միջամտելու, ժամ առաջ կանխարգելելու սրտամկանի ինֆարկտը։ Հասկանում եք, այսինքն այս ամենը փոխկապակցված երևույթներ են, որոնք նույնը գլխուղեղի կաթվածի ծրագիրն է, ուղղակի մնում է միջոցներն են, որ հուսանք ապահովագրությունը համապարփակ ապահովագրության այդ ծրագիրը կփակի, հուսանք դրան է լինի։ Այո, այդտեղ շատ են գետները աշխատում, այսպես քննարկում, ինքը հեշտ չի, բայց արդեն ժամանակն է, որ մենք պետք է մտցնենք։ Հուսանք, սպասում ենք կենսաթոշակառուները, այդ խորհրդային սերունդը, որ աշխատել տվել են ու հիմա երբեմն փողի համար չեն գնում։ Դուք ասում եք համակարգը կա, բայց մարդիկ վճարունակ չեն, սա էլ կա։ Առողջ քաղաքացին ինքնաշարժող ուժը։ Ու եթե ինձ հարցնեք, թե որոնք են այն ամենակարևոր անելիքները, որ պետությունը պետք է առաջերտին անի, ես կասեմ, որ պետությունը պետք է իր աշխատավորի անվտանգություն, կրթություն եւ առողջություն։ Այսինքն անվտանգ երկրում կրթված եւ առողջ մարդը ամեն ինչ կստեղծի։ Մնացածը արդեն նրանք ացանցիալներն են այս մարդու էլ, այսպես։ Պարոն, այս վերջին միտքը ինչքան էլ շատ կարևոր եմ համարում, բայց մի քիչ համաձայն չեմ, ասեմ ինչի, որտեվ 60 եւ ավելի տարեկան մեր քաղաքացիները առողջապահական համակարգի շնորհիվ դնենք ապահովագրություն ամենամենանիվ միջոցներ գտնում են իրենց ոնց ասեմ պրոֆիլակտիկ կամ սիրտը շատ ծրագրեր կան անում են բայց մարդը իր առողջությունը խնայելու իրեն առողջ պահելու տեսակետից մի տեսակ պիտի թույլ տամ ինձ ասեմ անգրագետ չենք զբաղվում չենք արժևորում մեր այսինքն հա համակարգը թող կազմակերպի անի բուժի բժիշկը հասնի պետությունը ծրագիր դնի անվճար բայց եթե մարդը ինքն ասում է դե լավ է ոչինչ դե լավ է ավելորդ քաշես այս առումով այդ կապիտալը մի քիչ չի զբաղվում դրանով տեսեք այո ճիշտ եք ասում բայց դրա համար էլ ժամանակ է պետք եւ գիտեք մարդն էլ ինքը իրան պետք է հասցնենք այն աստիճանին, որ ինքը զգա, որ այո, կյանքը շատ հետաքրքիր է, կյանքը շատ կարևոր է, ինչքան լավ է, որ ինքը երկար ապրի, ինչքան լավ է, որ ինքը պիտանի լինի, ինքը պետք է իմանա, որ ինքը պատասխանատու է ոչ միայն ինքը իրեն համար, այլ իրեն ընտանիքի, իր զավակների, իր երկրի, իր թոռների համար, ուրեմն այս ամեն ինչը ժամանակ է պահանջում, որ մենք դաստիարակենք։ Օրինակ նույն ծխախոտի դեմ պայքարի հարցը, տեսնում եք, ժամանակ առ ժամանակ այդպես բուրըն զարգանում հա եւ առողջապահության նախարարությունը քայլեր է իրականացնում բայց եթե մենք նայենք արդյունքները մենք կտեսնենք որ կա արդյունք այնպես չի որ չկա դրանք դժվար են բայց եթե դուք տեսնեք որ կյանքի տևողությունը ոնց է փոխվում երկարում է բայց սա արդեն գնահատական է, սա օբյեկտիվ գնահատական է, որ կյանքի տևողությունը երկարել է։ Երբ որ կյանքի տևողությունը երկարում են, խնդիրները ավելանում են։ Այսինքն այն հատվածը, որը արդեն գալիս է դեպի ավելի մեծ հասակի, չեմ ասում ծերություն, բայց մեծահասակ, իրեն որոշակի խնդիրները ավելանում են։ Ուրեմն մենք պետք է ոչ միայն մտածենք արդեն մանկությունից, այլ պետք է մտածենք եւ մեծահասակների համար էլ։ Ուրեմն այս ամեն ինչը, այո, այս ամեն ինչը դինամիկայի մեջ փոփոխվում է եւ այդ ամեն ինչը պետք է ասեմ, որ իրականում ես որ նայում եմ առողջապահության համակարգը, նախարարությունը ինքը բավականի հետաքրքիր զարգացումներ են, այո, համահունչ գնում են։ Ես էլ կարող եմ դա հաստատել, ինչու, որտեղ արդեն առողջ ֆիզիկական առողջության խմբակները կան։ Անվճար դպրոցներում պետական տեղ կա, որպեսզի տատիկները, պապիկները գնան, անեն ֆիզիկական ակտիվություն, մտավոր աշխատանք, որպեսզի դեմենցիան կանխարգելեն։ Ես էլ տեսնում եմ, որ թեկուզ տեմպերը գուցե գոհացուցիչ չեն, բայց այնուամենայնիվ այս գիտակցումը կա, մնում է մարդիկ էլ դեր ասած փոխվեն, դասյարակվեն։ Բան ունեք, այսպեսի sense պայմանական ասենք օրագիր, հաշվարկ, թե անհաշիվ են դեպքերը որ ձեր ձեռքի տակով եկել, անցել ու կյանք եք տվել երկրորդ կյանքը շատ հաճախ։ Ну, չէ, ճիշտ ասած, տենց չունեմ տենց հաշվարկ, տենց եւ իմաստ էլ չունի երևի տենց հաշվարկ պահելու, որովհետեւ դու օգնում ես այնքան, ինչքան կարող ես եւ ինչքան կարիք ունեն, որ իրենց օգնես։ Դրա համար
կարծում եմ, որ անիմաստանման հաշվարկներ։ Մարդիկ իրենց հաշիվը պահում են, վերևներում այդ հաշիվները պահում Իրենց են։ կպահեն երևի թե։ Մեր երկրում բժիշկ մասնագետները լավն են, շատ լավն են, համեմատած նաև արտերկրի հետ, բայց համակարգերը, կազմակերպչական որոշ բաներ սիտուացիա են ստեղծում, իրավիճակ են ստեղծում, որ մարդիկ դժգոհ են մնում, թե ուղղակի մենք ենք բողոքող։ Դուք քանի որ ասացիք, որ շփումներն եք, ես գիտեմ, որ շատ երկրների, նաև առողջապահության համաշխարհային կազմակերպության ունեք տվյալներ, ունեք պատկերացում։ Մենք ենք շատ դժգոհող, թե մեր մոտ իսկապես ընթացակարգերը լավը չեն։ Գիտեք, նախ ասեմ, ձեր հարցին պատասխանեմ այն ինֆորմացիայի հիման վրա, որը ես ստացել եմ, երբ որ մեր բժիշկներին կամ բուժաշխատողներին ուղարկել ենք սովորելու։ Դուք կարող եք պատկերացնել, որ բժշկական համալիրը, արաբկիրը 220 հոգի եւ ավել ուղարկել է արտասահման սովորելու ժամանակահատվածում։ Գիտեք ինչի կպատկերացնեմ, որ իմ լավագույն ընկերներն աշխատում են ու տեղյակ եմ։ Այո։ Եվ գիտեք, հիմնականում ունեցել ենք այսպիսի արձագանք, որ այո, ձեր մոտից Հայաստանից եկած բժիշկները, բուժաշխատողները իրանք ավելի հեշտ են ընկալում, հեշտ են վերցնում։ Այդ մեզ համար հպարտություն է, որ իսկապես ազգովի մենք հեշտ ենք կարողանում վերցնենք։ Իհարկե ունենք եւ թերություններ, ոչ չենք կարող ինքնակառավարվել, դրա համար պետքա այսպես սիստեման ուժեղ լինի, որպեսզի կարողանանք հստակ գնանք առաջ, որտեվ այդ մարդիկ, ովքեր որ հեշտ են վերցնում, իրանք ավելի հեշտ ամեն մեկը կարծում է, որ ինքնա որ կա։ Դրա համար պետք է կարողանանք ճիշտ կազմակերպենք, որ ամեն մեկը իրեն տեղը գտնի, ճիշտ գնահատվի, այո, եւ կարողանանք համատեղ գնալ առաջ։ Այդ առումով պետք է ասեմ, որ առողջապահությունը Հայաստանում ինքը նույնիսկ գուցե մի քիչ կամ գուցե ասեմ բժշկությունը մի քիչ ավելի առաջ է, քան թե ունի երկրի հնարավորությունները կամ համախառն ներքին արդյունքը, որը ստեղծում է հնարավորություն քո բժշկական ծառայությունները կամ առողջապահությունը կազմակերպելու։ Ասեմ, որ ինքը որպես համակարգ հստակ է, մոտեցումները ճիշտ են, ուղղվածությունը ճիշտ է, ավելի կանխարգելիչ, ավելի այսպես ուղղված, որպեսզի մենք ավելի, գիտեք, տենց մի արտահայտություն կա cost effective, այսինքն այնտեղ են ներդրումները անում, որոնք որ ծախսարդյունավետ են, որ ինքը ոչ թե մենք այսպես բիզնեսի առումով ենք ասում, որ հա չէ, ինքը ծախսարդյունավետ է, որպեսզի մաքսիմալ առողջ պահենք մեր բնակչությանը, որովհետև դեռ այն ժամանակվանից 90-ականների սկզբից ես միշտ ասել եմ կառավարությունում, որ մարդը քաղաքացին, առողջ քաղաքացին ինքնաշարժող ուժ է, ու եթե ինձ հարցնեք, թե որոնք են այն ամենակարևոր անելիքները, որ պետությունը պետք է առաջերտին անի, ես կասեմ, որ պետությունը պետք է իր աշխատավորի անվտանգություն, կրթություն եւ առողջություն։